Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ գործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ ի գործոց, փրկյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն գահավադանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ հոգին գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին Քրիստոսի ծնունդին մգրդության չարչարանքներուն խաչելության երեքորյա թաղումին հարության Աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փարավոր երկրորդ կալուստին գնտունինք եւ գահավատանք ամեն հրամեցեք Սիրելիներ որքանալ քաղաքը մեծնա որքանալ հարստությամբ լեցվի, որքանալ ինքզինք ինքնապավս կա և նույնպես ալ մարդիկ, սակայն առանց դիրոջ այդ բոլոր քաղաքները, երկիրները, մարդիկը պիտի գործանին։ Այս երկրի ինչքերով հբարդացողները դեր իրենց կիտը կեդին պիտի կսե, որովհետև Սուրբ Գիրքը գսե, որ Աստված հագարակ է ամբարդավաններուն եւ շնորհք գուտա խոնարհներուն։ Ով գմտածեր, որ պատմության ընթացքին հռոմեական գայսրությունը պիտի ինար։ Ով գմտածեր, որ Օսմանյան պետությունը պիտի ինար, գայսրությունը պիտի ինար, կամ հյուզանտական գայսրությունը, կամ Սասանյան գայսրությունը եւ այլն։ Ով եկեք կամ վերջերս երթանք մեր ապրած ժամանակաշրջանին։ Ով գմտածեր, որ Սովետ միությունը պիտի ինար։ Ով այդ երկաթյա թաթը ով կգարձեր, որ պիտի ինար։ Եվ գործանեցավ, չգա այսօր։ Երևակայեցեք սիրելներ, որ այսօր բզդիկ, եթե երկիրներ, ասենք, նեղության մեջ ինալով, բادرազմ մեջ ինալով գործանին, մեգուն հոգը չէ։ Մեկ անոնց մասին չի խոսին կամ հազիվ քանի մոքի խոսին եւ վերջ։ Բայց երևակայեցեք, որ եթե Ռուսիան ինա, Չինաստանը ինա, Ամերիկան ինա, ինչ կխոս, ինչ կլա, ամբողջ մարդիկը որոնց մասին խոսի։ Այս երկիրներու մասին, որովհետև իրենք այնքան հզոր են, որ մարդոց երևակայության մեջ անգարելի է, որ փուլ կան, ճիշտ է, բայց ինչ որ մարդոց համար անգարելի է, սիրելիներ, իրենց հբարդության պատճառով գրնան իսկապես փուլ կալ։ Դեսեք, հռոմեական գայսրությունը թուրսեն թշնամիներ չեկան եւ չկանթեցին։ Հռոմեական գայսրությունը կանթվեցավ իր ներսեն, իր ապրած ամփարո կյանքին պատճառով։ Այսօր ալ սիրելիներ, շատ երկիրներ, որ գաբրին զորեղ իրենց սահմաններով, բայց ներքին ամփարոյությունը օրը պիտի կանթե այդ բոլորը։ Անցյալին Սուրբ Գիրքի մեջ սիրելիներ, քանի մը երկիրներ կային, որոնք հբարդությամբ լեցուն եւ կանթվեցան։ Առաջինը, ամենք գիտեք, որ քաղաքներ Բաբելոնը։ Առաջին ընտիմատիր քաղաք Աստուծո, որ կանթվեցավ, աշտարակը շինեցին, չէ Բաբելոնի։ Բաբելոնի աշտարակաշինության նպատակը ինչ էր,
որ իրենք զիրենք ներկայացնեն որպես հզոր, որ նույնիսկ Աստված չի գրնար հասնել իրենց, նույնիսկ չրեղեղը պիտի չգրնար գործանել, գործանեցավ։ Նույնպիսի սիրելիներ հզոր երկիր էր Եգիպտոսը իր զորավոր ներկայությամբ։ Եգիպտոսը իր փարավոնով եւ գարքերով ճուրերու մեջ, գարբիր ծովու մեջը խորտակվեցան։ Նաև սիրելիներ մեծ զորություն ուներ այդ ժամանակ Փյունիգեն, այսինքն այսօրվան Լիբանանը։ Դյուրոսի թագավորությունը շատ հզոր թագավորություն էր, շատ հզոր։ Այնքան հզոր հբարդ, որ Աստված Եզեկիա մարգարեին բերնով անոր անգումը ուրեմն աստարարեց եւ դյուրոսը քանթվեցավ։ Քրիստոնյաներու ապրած ժամանակաշրջանին ամենեն հզոր գայսությունը Հռոմն էր եւ որքան Հռոմը ցոփ կյանքով գաբրեր, հղբացած կյանքով գաբրեր, փառքով գաբրեր, հարստությամբ գաբրեր եւ Հռոմն ալ քանթվեցավ։ Մենք այսօր պիտի խոսենք Սուկրոտ Սերդողության տածքին Բաբելոնի մասին, վերջին Բաբելոնի մասին, այսինքն ների իշխանության ժամանակ այն համագարկին մասին, որ աշխարհի հարստությունը եւ աշխարհի ուժը իր մոտ պիտի կենտրոնացնե եւ ղեկավարը պիտի դառնա ները Հագաքրիստոսը, Քրիստոսի հագարագորտը։ Եվ այնքան պիտի զորանա, այնքան դնդեսաբես զորավոր պիտի լա, որ անգարելի պիտի լա Երևակայել, որ գրնա այդպիսի մեծ Բաբելոնը ինալ, անգարելի է։ Եվ պիտի տեսնենք սիրելիներ ինչպես երկինքեն գահայդարարվի անոր անգումը եւ երկրի վրա թագավորներ, վաճառականներ, նավաստիներ ողջ կնեն գողբան անոր գործանումը։ Մեր հավաքական ընթերցանության համար այսօր ընդրած եմ, քանի որ նյութը այդ է, Դյուրոսի անգման մասին։ Ուրեմն Եզեկիելի մարգարեության 26-րդ գլխու 15-ին 21 համարները պիտի գարտանք։ Միշտ հիշեցեք, որ հավաքական ընթերցանությունը միշտ գնդրեմ մեր այսօրվան սերդողության նյութին հետ կապված։ Ամեն անգամ, որ պիտի ընթերցում կկատարենք, գնդրեմ սիրելիներ այդ օրվան նյութին համաձայն։ Ադորամար ըսկուշությամբ կարտացեք, ծեր միտքի մեջ բայցեք ինչ կարտացիք, որովհետև շատ տեղեր, երբ որ սերդողությունը կատարենք, պիտի տեսնեք համեմատություններով, որ շատ բաներ նույնն են։ Մարգարեություն Դյուրոսի թեմ։ Միասին կարտանք Եզեկիել 26։ Ամենազոր դերը սա գահայդարար է Դյուրոսի։ Միթե քու անգումիդ ցայնեն գղզիները պիտի չցնցվին, երբ քու մեջը չարթ ըլլալով վիրավորները հեծեցեն։ Այնադեն ծովում բոլոր իշխանները իրենց կահերեն պիտի իջնեն, իրենց բարեկոտները պիտի հանեն եւ իրենց նկարազարդ հակուստերեն պիտի մերգանան։ Սուքի հակուստ պիտի հակնին, կեդինի վրա պիտի նստին եւ ամեն վարգյան պիտի սարսափին քու վրատ ապշելով եւ քու վրատ ող բարձրացնելով քեզի պիտի ասեն ինչպես կործանեցար ով ծովափնակ անվանի քաղաք Թուն որ ծովուն մեջ ուժեղ էիր, թուն ու քու փնագիչներդ, որ երգյուղ կպատժարեիք, ծովեզերքին բոլոր փնագիչներուն։ Հիմա գղզիները պիտի ցնցվին քու անգումիդ օրը, ծովուն մեջ եղող գղզիները պիտի ապշին քու վախճանեդ։ Արտարև ամենազոր դերը սա գահայդարար է։ Երբ քեզ ավերակ քաղաք մտարցնեմ, այն քաղաքներում պես, որ փնագիչ չունին, Եվ վրատ անտունտը բարձրացնեմ ու հորտարած շուրերը քեզ ծածկեն, քեզ քուպը իջնողներուն հետ թարերու ժողովրդին պիտի իջեցնեմ։ Եվ քեզ քուպը իջնողներուն հետ քետնին դագերը պիտի փնագեցնեմ հավիդենական ավերակներուն մեջ, որբեսի ալ չփնագվիս, այնադեմ պիտի փարավորեմ աբրողներու երգիրը։ Բոլորեն պիտի սոսկաս ու պիտի չկանաս, պիտի փնդրվիս, բայց հավիդյան պիտի չգտնվիս, գբատկամե ամենազոր դերը։ Հավիդյան պիտի չգտնվիս։ Անոր համար սիրելիներ, ասիկա մեզի մխիթարություն է, բոլոր քրիստոնյաներուն։
ով գսեր որ Հռոմը բիդինար, բայց քրիստոնյաները մխիթարվեցան այս խոսքերով, ինչ որ Դյուրոսի համար ըսված էր, Հռոմի համար կատարվեցավ, եւ նույնը պիտի կատարվի սիրելիներ այսօր մեծ ազգերուն համար, եւ նույնը պիտի կատարվի Բաբելոնի համար։ Եկեք սիրելիներ, այս վշտի աշխարհի մեջ են Աստուծո աղաղակենք։ Չխապվենք սուտ խոստումներեն։ Շատ հեշտ է խապվել խոստումներեն, աշխարհի խոստումներեն, աշխարհի հաճույքներեն։ Շատ հեշտ է։ Այսօր սիրելիներ պիտի տեսնենք, որ աշխարհիկ այն բոլոր առարկաները, որոնք հին ժամանակին մարդիկը գկրավեին եւ մարդիկ սիրելիներ իրենց հոգին, սիրտը գաբած էին այդ աշխարհի դարերուն, հարստությանց, անոնք իրենց գործանման պատճառ եղան։ Ես շատ կվախնամ, որ մեզ մեջ շատեր սիրելիներ, այո, քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած ենք, այո, քրիստոնյա անունը կգրենք, այո, եկեղեցի կհաճախենք, բայց եթե մենք սիրելիներ աշխարհը ավելի սիրենք, աշխարհին հետ ալ պիտի գործանենք։ Եկեք երգենք վշտաց աշխարհեն երգը։ Վշտաց աշխարհեն քեզ գաղաղագեմ, ո բարձրելույի մեջ փնագոդեմ, հոգիս կջնշվի մեղքերուս բերեն, ողորմած պրգիչ կտային ձին, իմ թշվար հոգիս հանգիստ կփնտրեմ, ես շատ հոգնած եմ, ունայն գյանը քեմ, ըսպոփանք չունիմ, սիրտս կոտրած եմ, ողորմած փրկիչ կտային ձին, ես շատ խաբվեցա սուտ խոստումներ եմ, շողոքորթ աշխարհ գողոպտեց ինձ, ու կպտտիմ անոթի ծառայ, ողորմած փրկիչ կտային ձին, իմ թշվար հոգիս հանգիստ կփնտրեմ, ես շատ հոգնած եմ, ունայն կյանք եմ, ըսպոփանք չունիմ, սիրտս կոտրած եմ, ողորմած փրկիչ կտային ձին, անհարակ որդին օրդունը թողոց, հաջույք փնտրելու քեզ մերու, փայծանաբադին մեջ մոլորեցամ, ողորմած փրկիչ կտային ձին, իմ թշվար հոգիս անքիստ կփնտրեմ, ես շատ հոգնած եմ, ունայն կյանը քեմ, ըսպոփանք չունիմ, սիրտս կոտրած եմ, ողորմած փրկիչ կտային ձին,
սրտանց կզղջան ու կբաշխարեն աղի արցունքով գողպամը մեղքերս բիրձ և անարժան ես կեզի գուկամ ողորմած պրգիչ կտա ինձի իմ թշվար հոգիս հանգիստ կպնդրեմ ես շատ հոգնած եմ ունայնը կյանք եմ ըստ ոպան չունիմ սիրտս կոտրած է ողորմած փրկիչ կտա ինձի ողորմած փրկիչ կտա ինձի Սիրելիներ, գխնդրեմ, որ այս օրերուն ծերաղոտներու մեջ հիշեք Վենեսուելան, որ ահավոր երկրաշարժ ցնցած է եւ հազարավոր մարդիկ դժբախտաբար փլադակներու դակ են, անհետ կորածներ կան, դասնյակ հազարներով եւ դժբախտաբար ահավոր վիճակի մեջ է ժողովուրդը։ Գիտեք, ցավալի պատմությունը գարտացի, որ կառավարությունը, որ արկելած էր շենքեր բարձրանալ, որովհետև վտանգը շատ մեծ էր, մեկը իր բահած գումարը առնելու համար շենք բարձրացած է եւ շենքը այդ վարկանին փուլ եկած է եւ ամբողջ շենքը իր վրա ինգած եւ մահացել էր։ Սիրելիներ, բահմը մտածենք, որ մեկը ավելի գարժեր այդ բահած գումարը, թե ոչ իր հոգին, իր կյանքը։ Եվ հիմա որքան մտածենք, որ ինչ հիմար արար կրավ այդ մարդը, բայց մեկ հատ մտածենք, եթե մենք լայնք ինչ կնեինք։ Երբեմն գսվի չէ, եւ որ կբարձրանանք, որ գսվի, որ օտանավի մեջ կբացատրեն, երբ որ հանգարց օտանավը ճուրի վրա իջնե եւ այլն, ապրանք փամը մի առնեք, այլ միայն դուք ձեր կյանքը ազատելու նայեցեք։ Դեսա անցյալ անգամին ուրեմն օտանավ իսկապես իջավ ոչ թե ձովուն վրա, այլ ուղղակի իր վայրը իջավ, բայց գրակ կար օտանավի մեջ որտեղ եւ մարդիկ սկսան ուրեմն սահնագով այդ բալոն սահնագին վրա իջնել մարդիկ հազ գազադեն իրենք ուրիշներ իրենց բայսակներ արած կնետվեին վար մարդկային մեր այս գապվածությունը այս կյանքին եւ արարգաներուն որքան գապված է մեր հոգին ճիշտ Ղովդի գնոջ նման Ղովդի գնոջ եւ իր ընտանիքին ասվեցավ փախեք ձեր կյանքը ազատեցեք յետև մի նայեք բայց դժբախտաբար Ղովդի գինին սիրտը յետևը կապված էր Երեմիա Եզեկիել մարգարեին բերնով Աստված գսե Երուսաղեմի քու բորդդ չգդրվեցավ գիտեք ինչ կնշանակի բորդ գդրվել այսինքն ով Երուսաղեմ գապված մնացիր Եգիպտոսի գապված մնացիր մեղքին քեզ ազատեցի բայց բորդդ չգդրվեցավ չլվացվեցար եւ չաղվեցար աղի մեջ չթաթխվեցար ինչու այսինքն գդրվել բորդ գդրվել մեղքեն լվացվիլ կնշանակի ապաշխարության արդյունք տապել իսկ աղվիլ կնշանակի սրբվել մաքրվել մենք ալ սիրելներ հաջող այո քրիստոնյային կսեմ եկեղեցի գերտանք բայց սիրելներ երբ որ մեր բորդը չեն գդրեր չեն կրնար ապրիլ Քրիստոսով ինչպես որ երբ որ երեխամը իր մորմեն գծնի բորդը ինչ կնեն երեխային գգդրեն չեն բահեր բորդին կապված այդպես ալ սիրելներ մենք պետք է մեր բորդը գդրենք այս աշխարհեն եւ դիրոջ կապենք որբեսի սնունդը դիրոջ մի առնենք այս է կարևորը մեզ մեր յուրաքանչյուրին եկեք երկենք հաջորդ երգը Փարի հովիվին մենք օրը զատվեցանք դժբախտաբար
եւ ինքանք մեղքերու դիրմին մեջ։ Եկեք սիրելիներ չմոռնանք, որ դեր ինչպես մեզ գանչեց իր սիրովը։ Երգենք։ Բարի հովիվին հոդի մեջ արյոր Գաբրեի զվարդ խաղաղան վրդով Պաշտպանված էի քազաներ եմ փյոր փաժակցել է ծոր ջոխության չափով ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու կքվանքն անոր մինչ այժմ եմ ազատ ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու կքվանքն անոր մինչ այժմ եմ ազատ Նագասիրեր զիս ազնի մոր մբես արոդավայր սեր խոդավետ խնգուն գվերցներ ամեն արադիմ վրայես ընթացք սերմակուր հետնիր քայլերում ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու խնդրանքն անոր մինչ այժմ եմ ազատ ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու կքվանքն անոր մինչ այժմ եմ ազատ օրմը ինչ կեշոր զադվեց ահոդեն ինգա մեղքերու դիրմին մեջ մռայլ փայծայն իմ դիրոջ գոքարկացրորեն փռնես սրդիսեր գելես ու դարձյալ ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու կքվանքն անոր մինչ այժմ եմ ազատ ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու կքվանքն անոր մինչ այժմ եմ ազատ ոսերն իր սրդին փոժիչ պալասան հեղեղեց հոգիս զղջման արցունքով թարցնվի իրեն մեղքերով ստաժան և անթարմանեց սիրտ խոր սիրով ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու կքվանքն անոր մինչ այժմ եմ ազատ ոյ ինչպես մորնամ իր սերն այնքան շատ ու կքվանքն անոր մինչ այժմ եմ ազատ Ինչ
Ինչպես մորնանք իր սերը սիրելներ, ինչպես մորնանք, երբ խուլ էինք, մեր ականջները բացավ, գույր էինք, մեր աչքերը բացավ, թույլ էինք, զորացուց, անոթի էինք հոգևորապես եւ իր մարմինով ու արյունով գերագրեց։ Եկեք երգենք մեր վերջին երգը հոգևոր հորս Երանելի Զարե Սրբազանի գրած Փառք քեզի երգը եւ իսկապես մեր սրդի խորերեն փառք տանք Աստծո։ Երգենք։ Փառք քեզի Տեր Աստված մեր, հազար հազար փառք քեզի, միշտ եւ ամեն բանի համար, հազար փառք ու դամ քեզի, խուլեի ականջս բացիր, գենտանար արքոցայնին, Եվ իմ սրտիս քաղցրացուցիր, ավետիսը քո գոչին, գույրեի աչքերս բացիր, առավոտյալ քո լույսին, Եվ մտածյալ կյանքը սրիր, հանդիսարան քո գամքին, փառք անունին, հավիտյան, փառք քեզի, որ լույս կյանքի շողը դվիր մեզի, օրհներգություն եւ բադեմ միշտ քեզի, որ հավերժին ծողը դվիր մեզի, փառք քեզի Տեր Աստված մեր, հազար հազար փառք քեզի, միշտ եւ ամեն բանի համար, հազար փառք ու դամ քեզի, թույլեի զորացուցիր, խոստումով քո հույսին, մտքիս դիմաց լայն բարձեցիր, առակաստը շնորհքին, Ձեզ նոթես գերագրեցիր, անմահացովը կյանքիս, և անարգը զարդարեցիր, համտերցովը քո փառքին, փառք անունին, հավիտյան, փառք քեզի, որ լույս կյանքի շողը դվիր մեզի, օրհներգություն միշտ քեզի կիշտ քեզի, որ հավերժին ծողը դվիր մեզի։ Եկեք փառք տանք Աստծո եւ ասենք. Փառք քեզ Աստված, փառք քեզ, հաղաքս ամենայնի Տեր, փառք քեզ, փառք Աստծո։ Փառք Աստծո, որ հզոր ցայներ ունիք, որ չեմ գնար որ դիրաբեդել ձեր ցայներուն։ Այնքան զորավոր երգեկով որ շունչը սկսպարիգոր որ ցեզի կոնտրոլի դակ բահեմ։ Անկոնտրոլ երկողներ եք դուք սիրելներ։ Քիչ ավելի խանդավառ գուզեմ երկել դու քաշքշելով, վաբամ քաշքշելով, քիչը ինձին այցեք գողորտը սավեցավ, այդքան որ գբորակ կոր, բայց փառք Աստծո, նորեն փառք Աստծո։ Մեկ հատ փառք Աստծո բորացեք։ Ինչ լավ, փառք Աստծո։ Շատ բարի, բարի եկածեք սիրելիներ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, հայրեր եւ մայրեր, մեծեր եւ փոքրեր, հոգիով մեծեր, հոգիով փոքրեր։ Բարի եկածեք բոլորդ, բոլոր անոնք, որոնք մշտապես ներկայ են Սուրբ Քրոջ սերդողությանց, բոլոր անոնք, որոնք սիրելներ
վերադարձած են կամ այսօր առաջին անգամն է եկած են։ Ովքեր առաջին անգամներ այսօր կան նայենք։ Կան մեկը առաջին անգամ այսօր։ Իրարու գնային գոր։ Բարի եկածեք, ձեր անունը Բարթուի, բարի եկածեր։ Աստված օրհնե։ Եվ բոլոր անոնք, որոնք վերադարձած են փյուր ողջույն եւ փյուր ողջույն նաեւ համացանցի ջամփով եդևողներուն կամ ուղիղ եթերով եդևողներուն։ Կսերտենք հայտնություն Հովանու գիրքը 18-րդ գլուխ։ 18-րդ գլուխը սիրելներ, մենք հասած ենք սերդելու 9-րդ համարը, այսօր պիտի սերդենք Աստուծո կամքով 9-րդ համարեն մինչև 14-րդ համար։ Մեր մեկնաբանությունը սիրելներ, մեր հայաստանյաց սարաքելական Սուրբ Եկեղեցու հայրերու մեկնաբանությունն է, հետևաբար պիտի ուզեմ, որ եթե դուրս են զանազան մեկնաբանություններ գլսեք, դուք գարչած մնաք մեր եկեղեցու Սուրբ Արաքելական եկեղեցու հավատքին եւ մեկնաբանության, որովհետեւ դուք այս եկեղեցու զավակներն եք։ Դեսանք 18-րդ գլխու մեջ թե ինչպես երկինքեն հրեշտակ մտեսավ ուրեմն Հովանես Սարակյալը, որ բարձրացային հայտարարեց, որ ինգավ Բաբելոնը, ապա լսեց Աստուծո ցայնը, Քրիստոսի ցայնը, որ ասավ դուրս ելեք այդ քաղաքեն, որբեսի հանգար չլակ, որ մասնագից լակ անոնց մեղքերուն եւ մասնագից լակ անոնց բադիժներուն, ապա Քրիստոսի ցայնը հավատացյալներուն ասավ գրկնագի հադուցանեցեք, գրկնագի թադեցեք Բաբելոնը, որ դա Բաբելոնին վրա բիդիկա մահ սուկ եւ նաեւ սիրելիներ ամեն տեսակ դարաբանք ու սով ինչպես նաեւ գրագով պիտի այրի եւ մեկ ժամվա մեջ ահավոր բադիժներ պիտի կան անոր վրա այս բոլորի մասին մենք խոսեցանք այսօր սիրելիներ պիտի սկսենք սերդել վայերու բաժինը այս 9-րդ համարեն մինչեւ 19-րդ համար վայերու բաժիներ են Երեք խումբի մարդիկ վայ գարտան Բաբելոնին, բայց վայ գարտան ոչ թե վայ քեզի, այլ վայ գարտան ցավելով, վայ, վույ ընելով։ Ինչու, որովհետև այս երեք խմբակ մարդիկները գապված էին այս Բաբելոնին, ովքեր էին այդ խմբակները, թագավորները, արևդրականները, վաճառականները եւ նավաստիները կամ նավավարները այսօր պիտի սկսենք սերդել սիրելներ թագավորներու վայերով պիտի անցնենք ուրեմն վաճառականներուն եկող շաբաթ Աստծո ողորմությամբ պիտի շարունակենք վաճառականներեն եւ անցնենք նավաստիներուն նախ եկեք սկսենք սերդել 9-րդ համարը գարտանք միասին եւ ցեզի բացատրեմ աշխարհի թագավորները որոնք անոր հետ բորոնգություն ըրին ու զվարճացան Բիդի ողբան, լաց ու գոձնեն և դեսնեն անոր հրգիզման ձուխը։ Սիրելիներ, ահավասիկ Բաբելոնի վախճանը եկած է։ Աշխարը այսօր հղբացած է սիրելիներ, շփացած է փառքով։ Աշխարի մեջ ինչն է որ գքովերկվի Փառքը, ունեցվածքը, հաջույքները, գիրքերը այսօր սիրելիներ այնպիսի հզոր հոսանք կա, որ մարդիկը հոգևոր կյանքեն հանեն, երբեմն ճշմարտաբար հավատացյալներ իրենք հոգևոր ջամփեն դուրս գելեն, մանավանդ երբ որ հանգարց մեկը չգա իրենց տեսնող, ինչ լավ մեկը չգա մեզ տեսնող, սիրելիներ, հավատացեք, որ անպայման մեկը գլա տեսնող, անպայման։ Ես իմ կյանքես բզդիկ օրինակներ դամ։ Երբեմն Լիլիայի հետ երբ որ ճամփորդած ենք, ասած ենք, որ այստեղը մարդ չի տեսներ, անձանոտ մարդիկ ենք մենք, ով մեզի պիտի ճանչնա, օրինակ դամ ցեզի, Թայլանդ էինք, հերավոր Թայլանդ, գղզիմը վրա, որ քիչ թիվով մարդիկ կան։ Հանգարց Ես եմ Լիլիան և գղզին վրա ինքնաշարժ չկա, պետք է մոտոր կշես։ Գյանքիս մեջ մոտոր չեմ կշած, բայց ուրիշ ջար չգար, վարձեցինք մոտոր կկշեինք։ Լիլիային հետ։ Հանգարց մեկը թիմացի ելավ, վայ հայ բարդեր, թու գալաս տեղեք։ Լիլիան ինձ նայեցավ, ես իրեն նայեցավ, վայ,
Ջանչվողը գա այստեղ։ Սիրելիներ, աշխարհի հավատացեք, աշխարհի որ անգյունը կացերենք, ուր որ կացերենք, անպայման ջանչվոր ելած է։ Այն դեղերը որ միտքերնես չանցնի որ մարդ կջանչնա, անպայման կջանչնա։ Այս անցնող շաբաթ, 2 օր առաջ, 3 օր առաջ, ուրեմն Լիլիային հետ միասին եւ ուրեմն Սանուգի հետ միասին շուգայեին, ես իրենց մոլը իջեցուցի, ես մոլի մեջտեղը նստեցա, բիդի չի տառնամ իրենց հետ, դղա մարդիկ ընդհանրապես չեն տառնար, չէ՞։ Նստեցա, երկու սուրբ գիրք բացի, մեկ հատ 5 դագարան, մեկ հատ նոր դագարան, մոլի մեջ հազարավոր մարդ կանցնի գերտա, եւ համագարկիչը բացի եւ սկսա այսօրվան սերդողության թուղթերը պատրաստել։ Հանգարց արդեն մի գեշ ժամ անցած էր, մոտեցավ մեկը երիտասարդ աղջիկ մներ, ասավ հայր Բարթև, դուք ինչ կնեք այստեղ սուրբ գիրքերը բացած։ Սրանք նայեցա։ Ուրեմն սիրելիներ, եթե մարդը մարդուն գրնա ջանչնալ երկրի վրա ու տեսնել, հաբա Աստված չի տեսներ։ Աստված սիրելիներ, այս բոլորին ասած միտք բանին այն է, որ Աստված մեզ ամեն դեղ կտեսնի։ Մենք չենք կրնար ասել, որ այստեղ հավատացյալի պես կուզեմ ապրիլ մարդոց ներկայության, բայց եւ որ մարդ չի տեսներ ինձ, ես կրնամ ուզած ծևով սաբրիլ։ Ոչ։ Ամեն դեղ հավատացյալի պես պետք է ապրենք։ Դան մեջ, անգողինի մեջ, կորձադեղին, թուրսը, ամեն դեղ։ Որտեղ սիրելիներ, եթե մարդոց մեկ գամչնանք, Աստուծո մեջ չենք վախնար։ Աստուծո մեջ չենք վախնար։ Ահա սիրելիներ, որքան կարևոր է։ Եվ այսօր պիտի երբ որ սերդենք, պիտի տեսնենք, որ այս թագավորները, այս վաճառականները վայ կգարտան իրենց սիրտը գաբած Բաբելոնի անգման համար, բայց վայ չեն գարտար իրենց հոգի փրկության համար։ Եվ այդ է ահա որ բանը։ Տեսեք, Բաբելոնը ցեզի բացադրեցի, որ այն համագարկը պիտի լա, այն թրույթը պիտի լա, որ ները եւ որ վերաթարնա, եւ որ կա, ոչ թե վերաթարներություն, եւ որ հայտնվի, այդ ժամանակ սիրելիներ պիտի ստեղծե գրոնական, քաղաքական եւ տնտեսական հսկա համագարկը։ Եվ սիստեմը, համագարկը նշանակե սիստեմ, հսկա սիստեմը, եւ պիտի բարդատրե, որ մարդիկ այդ սիստեմին հետևին։ Եթե գուզեմ, որ մարդիկ արուդուրն են, գիշեք չէ 10-րդ գլուխը սերդածադենից, ով որ սադանային գնիկը, ներին գնիկը չարներ ճագադին աչտևին, բիչի գրնա արև դուրնել, բիչի չգրնա հարստանալ, հետևաբար աշխարհը պիտի սե գուզես հարստանալ, այո, այն ադեն սադանային գնիկը պիտի արնես, գարաբետ եղբայր, ադորամար, սերդողության ընթացքին ալ արդում պիտի ելակ, որբեսի ադանք այոներ չսեք ամեն շաբաթ մեկը։ Ուրեմն, այո, հիմա ես ալ այո սկսասել։ Ուրեմն սիրելիներ, Բաբելոնի անգումը ողբալով իրականության մեջ այս թագավորները տեսեք գողբան ոչ թե Բաբելոնի անգումը, այլ գողբան իրականության մեջ իրենց շահի անգումը, որովհետև վերջո թագավորներն ալ, վաճառականներն ալ, նավաստիներն ալ իրենց շահն է որ գաբաձեր Բաբելոնին, շահը։ Մարդիկ ճշմարտաբար այսօր իրարու հետ գահարապերին, եւ որ իրար մե ինչ ունին, շահ ունին, ցավի սիրտ։ Նույնիսկ քրիստոնեական մեր եկեղեցիներու մեջ մարդիկ իրարու հետ գահարապերին եւ որ շահ ունին։ Այս է ցավալին։ Եվ սիրելիներ, պիտի տեսնենք, որ աշխարհի երևակայեցեք դե քրիստոնյա հավատացյալներու մեջ այդ շահի հասկացողությունը կա, հաբա ուր մնաց այս աշխարհի մարդոց մեջ, որովհետև այս թագավորները, վաճառականները մեջ շահ գաբավեին Բաբելոնի գրնագեն։ Եվ արդարև, երբ Բաբելոնը այս քաղաքական եւ տնտեսական համագարկը ինա, անոնք որոնք գախյալ էին անգե, անոնք ալ պիտի գործանին։ Եվ անոնք որոնք սիրելներ այսօր աշխարհի այս սիստեմին, այս համագարկին կապված են, ամեն ինչ պիտի գործընծնեն, երբ որ աշխարհը փլի։
օրինակ դամ ցեզի։ Գիշեմ բարեկամս կբատներ, որ իր մդերիմ ընկերը սրտի գատվածով մահացել է։ Ինչու՞։ Որովհետև մեկ օրվա մեջ ինքը 24 ժամ ըստակներու գեդեվի, այս դնդեսական ելևեջներուն գեդեվի։ Ըստակը չեմ գիտեր ուրգե ուր ինգած է, սիրտը գեցած եւ մեռած է։ Եվ ասանք մարդիկ շատ կան, որոնք ըստակներու հետ այս ինչ կսեն հայրենով ըստակին։ Արժե թղթերը, արժե հասկացագի չէ, տրամական այս ելևեջները։ Ինչը։ Միրժե, կամ շահը, ինչ որ է, արժե թուղթը, շատ բարի։ Ուրեմն սիրելիներ այս բոլորը, եւ որ մարդը իր սիրտը գապված է անոր եւ հանգարց ամեն ինչ գինա, երևակայեցեք եթե ստակը որ գինա եւ մարդու սիրտը կգենա, ուր մնաց ամբողջ համակարգը, ամբողջ համագարկը որ փուլ կա, ինչ պիտի լա։ Երևակայեցեք սիրելիներ, օր պիտի կա որ ամբողջ դնդեսությունը այս ներին սատանային ստեղծած հզոր դնդեսությունը պիտի գործանի, ուղղակի պիտի գործանի։ Եվ երևակայեցեք որքան մարդիկ այդ դնդեսության քայքայման ժամանակ իրենք ալ պիտի գործանին։ Ահա այստեղ դեսենք թե աշխարհի թագավորները, որոնք մասնագից էին Բաբելոնի թագավորմանը, տեսած էին որ ինչպես անիկա բարձրացած էր, աշխարհի ղեկավարները սիրելիներ իրենք պիտի բարձրացնեն ները, չմոռնաք։ Իրենք ուժ պիտի տան, ամեն ուժը պիտի հավաքեն, փոխանակ իրենք հավաքվելու աշխարհի ղեկավարները ներին թեմ ըլլալու եւ հաղթելու ընդհանրակը ներին պիտի միանան, ներին խոստումներուն պիտի միանան եւ ներին իրենք զորություն պիտի տան։ Ինչպես որ երկրի մեջ սիրելիներ դիկտատոր երկիրներու մեջ, տեսեք, եւ որ ուրեմն զինվորականները, ղեկավարները մեկ հոգի դան զորությունը, մեկ հոգի դան, վերջավորության այդ մեկ հոգին, որ զորությունը կստանա ինչ կդառնա, միահեծան։ Ինքն է որ ամեն ինչ կհրանքե, եւ ով որ կփորձե իր թեմ ելնել ինչ կնե, կսպանե, կչեզոքացնե զայն։ Հագարականոր որ այդ անձը իրեն օգնած էր որ բարձրանար, Ադոնամար շատ ըսկուշ պետք է լալ, սիրելի եղբայրներ քույրեր, եւ գիտնալ որ այս թագավորները, որոնք դեսած էին Բաբելոնի թագավորության, այսինքն դեսած էին թե ինչպես ադիգա թագավոր եղած էր, բարձրացած էր, թակուի եղած էր, հանգարց պիտի տեսնեն թե ինչպես անիգա պիտի գործանի։ Եվ Ադոնամար ինչ կսե այստեղ, աշխարհի թագավորները, որոնք անոր հետ բորանգություն ըրին, հա ինչ կնշանակի բորանգություն անել։ Բացատրեցի սիրելիներ այս նյութի մասին շատ խոսեցա, բայց քանի որ բարը գա, պետք է նորեն բացատրեմ։ Անոր այդ բորանգություն ընին կնշանակե լքեցին ճշմարիտ աստվածբաշխությունը եւ սկսան բաշխել ները։ Սկսան անոր հետ անհավատարմություն անել, այսինքն իրենց ամբողջ հավաքածը անհավատարմություն էր, բղծություն էր եւ աշխարհի թագավորները այդ բոլորը ըրին ինչ բանի համար, տեսեք կսե, բորանգություն ըրին ու զվարճացան իրենց գիրքերուն համար, իրենց հաջուկներուն համար, իրենց հղբացման համար, ծոպ յանքի համար, այս բոլորը սիրելիներ ըրին եւ երբ որ պիտի տեսնեն թե ինչպես Բաբելոնը ինգավ, շարունակությունն այցեք, պիտի ողբան, լաց ու գոծ ընեն եւ տեսնեն անոր հրգիզման ձուխը։ Սիրելիներ, ինչպես որ Եզեկիել մարգարեության մեջ 26-րդ գլխու 16 եւ 17 համարներու մեջ գսվեր գարտացինք գսվեր Դյուրոսի համար նույնը պիտի լա անշուշտ Բաբելոնի համար այն ադեն ծովում բոլոր իշխանները իրենց աթոռներուն վրայեն պիտի իջնեն եւ իրենց բադմուջանները պիտի անեն ու իրենց զարտարուն հանդերձներեն պիտի մերգանան Սուքի հակուս պիտի ակնին, կետնի վրա պիտի նստին եւ ամեն վարգյան պիտի սարսափին ու քու վրայովդ պիտի ապշին եւ քու վրայովդ ողջ բնելով քեզի պիտի ասեն ինչպես կործանեցար ով ծովափնական քաղաք որ ծովու մեջ զորավոր է իր թուն ու քու բնագիչներդ որ ծովեզերքին բոլոր բնագիչներեն ավելի ահարգու եք ինչպես կործանեցար անոնք որոնք սիրելիներ օլիգարխ են եւ երբ որ բեդությունը գփելի այդ օլիգարխներուն վիճակը ահավոր կդառնա։ Եվ գսկսին գուրծ ծեծելսելու համար որ ինչպես ինգար եւ մեզի քուեդդ ինգացուցիր։ Սիրելիներ, իսկապես որ օրմա այս աշխարհի համագարքը պիտի փլի եւ իր հետ պիտի փլին
բոլոր անոնք, որոնք իրեն գապված են, անոր հենած են։ Եվ ինչ պիտի այդ ժամանակ անոնց փառքը աղբի պիտի վերածվի։ Իսկապես աղբի պիտի վերածվի։ Եվ ինչ որ ունին զերոյի պիտի իջնե։ Հիշեցեք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, Հովանես Արաքյալ իր առաջին Հովանու նամակի 2-րդ գլխու 17-րդ համարի մեջ կսե. Գիտեք սակայն, աշխարհն ալ գանցնի, աշխարհային բոլոր ցանկություններն ալ, բայց միայն Աստուծո գամքը գադարողը ինք հավիդյան կմնա։ Աշխարհը պիտի անցնի, եղբայրներ եւ քույրեր, հավատացեք, որ պիտի անցնի։ Հիսուս ըսավ, եւ աշխարհային ցանկություններն ալ պիտի անցնին, միայն Հիսուսի հավատացողն է, որ պիտի մնա։ Հետևաբար, հարցումս ցեզի, ինչ բանի վրա դրածեք ձեր հույսը։ Եթե ապրիկ, եթե ձեր հույսը դրածեք աշխարհի վրա, աշխարհին գործաման ժամանակ դուք պիտի գործանեք։ Եթե ձեր հույսը դրածեք Տիրոջ վրա, ապա սիրելիներ դերը հավիդենական է, դերը չի գործանի։ Դերը գործանում է կփրկե, ապա դուք գործանում է պիտի փրկվեք։ Եվ տեսեք, այստեղ հիշվող թագավորները ովքեր են այստեղ հիշվող թագավորները։ Գիշեք մենք 17-րդ գլուխը Սերդածադեն 16-րդ համարը տեսանք, որ թագավորները ներին քով պիտի հավաքվին եւ պիտի սպանեն, պիտի ուդեն միսը, որու Բաբելոնին։ Բայց այստեղ Բաբելոնի համար գուլան։ Այն ադենցեզի բացադրեցի, որ Բաբելոնը երկու բաներ կխորհրդանշե. գրոնական համագարկը եւ դնդեսական քաղաքական համագարկը։ Գրոնը Բիդի օգնե Բաբելոնին, այսին ներին, ներողություն, գրոնը բիդի օգնե ներին, որ ժողովուրդները գրոնի ջամփով միանան ներին։ Բայց անգամ որ ները միահեծան դառնա եւ անգամ որ աշխարհի ղեկավարներ իրեն միանան, այլևս գրոնին պետք ունին։ Ոչ, այլևս գիտեք աշխարհի մեջ ինչ պիտի դիրե սատանայաբաշխություն։ Սատանայաբաշխություն։ Ինչու՞, որովհետեւ ները բաշխողը որու բաշխած կլա։ Սատանային։ Հետևաբար գրոնքը պիտի աշխարհի երեսեն վերցվի։ Ինչը պիտի մնա։ Դնդեսությունը, քաղաքականությունը։ Եվ ահա սիրելիներ այս թագավորները նույն թագավորներն են, որոնք գրոնքը պիտի վերցնեն, բայց դնդեսության համար պիտի միանան ներին։ Եվ այստեղ թագավորները պիտի ողբան, գսե աշխարհի թագավորները պիտի ողբան։ Նաև պիտի տեսնենք, որ վաճառականները պիտի ողբան, նաև պիտի տեսնենք նավաստիները պիտի ողբան, որովհետև Բաբելոնի անգումով իրենց շահը պիտի ինա։ Եվ աշխարհի թագավորները սիրելիներ իրենց զորությունը կազանին ներին եւ որ պիտի դան, այդ ժամանակ ողջ աշխարհի էկոնոմիան դնդեսությունը այս ներին ցերկի մեջ պիտի լա եւ ինչ պիտի խոստանաները այս թագավորներուն, աշխարհի ղեկավարներուն։ Գուզես զորություն ունենալ, ինձի երգրբակ է, ես քեզի պիտի դամ։ Որու խոսքն է ասիկա։ Սատանան աթամին այդպես ռավ եւ հաղթեց։ Սատանան մարդկության այդպես ռավ հաղթեց։ Երբ որ Հիսուս եկավ, Հիսուսի ալ փորձեցնել։ Այս աշխարհի փառքերը քեզի գուդամ։ Միայն թե ինձի պիտի երգրբակես։ Ասկարած ցեզի բապմեցի սիրելներ փանդարգյալ երդասարտի մասին, որ վանական դարձավ։ Բայց այդ ժամանակ սիրելիներ սատանային ըսավ իմ հոգիս քեզի կձախեմ, եթե ինձի զորություն դաս։ Եվ այս դղան գբատմե ինձի, բատմեց ինձի, վգայեց, ըսավ սենյակիս մեջ սատանան դեսա ասավ։ Եվ ըսավ սատանան ուրախացած ըսավ, համացայն եմ, հոգիտ դուր քեզի զորություն կուդամ։ Եվ ըսավ այդ ռոբեին հայր բարտև ըսավ, իմ մեջես փամ մի ելավ ըսավ, ըսկացի որ սատանան հոգիս արավ իր ցերկի մեջը, եւ դարիներ այստեղան, տասնյակ դարիով այստեղ ունետ աշխատած եմ սիրելներ, որբեսի կարողանա մակրվիր եւ Քրիստոսի դառնալ։ Ամեն անգամ որ գուզե մակրվիր, սատանան իդ իրեն կքաշե։ Սատանան իր ցերկի մեջ ուներ օքին, մինչեւ որ Քրիստոսի զորությամբ երթմնեցուչության էքսորսիզմի աղոթներով այստեղան Փառք Աստծո ազատեցավ եւ ինչպես ասի Փառք Աստծո այսօր վանական կյանքի մտավ։ Խոսքս ինչ է, որ սիրելներ սատանան ամեն ինչ գուդա քեզի, հիմա ինչ կուզես, գուդա քեզի։ Միայն թե իրեն երգրբակես։ Միայն իրեն երգրբակես։
Եվ այս աշխարհի ղեկավարները սիրելներ այն մարդիկն են, որոնք պիտի երկրբակեն իրեն։ Թշպախտապար։ Այսօր շատ աշխարհի ղեկավարներ կան, գիտեք չէ, որ երկրբակությամբ, սատանային երկրբակերով է, որ բարձրացած են ու կբարձրանան։ Եվ այդ է պատճառը, որ աշխարհը օրե-օր սիրելներ կպատրաստվի թիմավորելու ները, այսինքն սատանայի ծնունդը։ Անցյալին ողբերու մասին խոսիմ եւ անցնիմ այս համարը։ Անցյալին սիրելիներ մանավանդ սուքի ժամանակ անշուշտ ողբեր երկել ողբերքներ գային, ինչպես որ այսօր երբ որ հարսանիք կլա, հարսանիքի խրախճանքին համար ինչ կհրավիրվի, երջախումբ, չէ, նվագախումբ, երջախումբ, ճիշտ է։ Անցյալին սիրելներ մահվան սուքի համար անպայման ձիսական առողջություն էր, որ հրավիրվեին ինչեր, ողբ երկողներ, հատկապես գիներ, որոնք գուկային հատուկ կերպով ողբ երկելու, ողբեր ըսելու։ Երբեմն ոտանավորներ գսեին ողբի, կամ երկի եղանակ կգաբեին անոր, կամ ծանոթ եղանակի մեջ իրենց բարերը գարմարցնեին եւ գսկսեին ողբալով երկել, որբեսի սուքը ինչ դարձնեին ավելի ծանր դարձնեին։ Փառք Աստծո, այսօր քրիստոնեական շրջաններում մեջ սկսած է բաքսիլ, փառք Աստծո, բայց շփախտապար դերգան մարդիկ։ Ցավ է, այո սիրելներ, սուքը ցավ է, ծանր է, բայց երևակայեցեք որքան անխղճություն է, երբ որ օրինակ մայրը կամ զավակը, որտեղ գորուշ մայրը կամ զավակը արդեն ինք ավոր ցավի մեջ է եւ իր վերքին վրա աղցանեն ողբ ընելով։ Ես շատ կփարգանամ եւ շատ կծավիմ եւ կնեղանամ իսկապես ուղղակի գվրտովիմ, երբ որ սոքավորի դուն կմտնեն մարդիկ եւ դունը չմտած, մինչեւ վեր ելելը հանգիստ է, ավտոշարելը հանգիստ է, թուրին դիմաց որ ասնի, թուրին դիմաց որբեսի ներսի ողբացողը ավելի սիրտը ջմլվի, մղգդվի, որ ինչ, ինքզինքդ այնքան ամուր բահ է, որ թիմացինիտ մխիթարություն բերես, ոչ թե ավելի մղգդես սիրտը, ավելի խոցես արդեն խոցոտված անոր սիրտը։ Ահա որ գվրտովիմ եւ որ այդպիսի մարդիկ կտեսնեմ, ասում գեղձավոր են նույնիսկ, որքան արգարձենք որ չգարձենք որ սիրելներ բորալ գանչելով սուքի այդպիսի աղաղակներով, ողբերով ավելի հավատարմություն հայտնած կլանք մերյալին հանդեպ։ Ոչ։ Ահա սիրելներ այստեղ տեսեք այս թակավորները գողբան, այսինքն սուքի խոսքեր գսեն եւ հիմա հաջորդ համարը սերդենք եւ գսկսին ողբը, տեսեք 10-րդ համար անոր դանչանքին վախեն հերու պիտի գանքնին եւ ասեն վայ քեզի մեծ քաղաք տուն Բաբելոն հզոր քաղաք մեկ ժամվա մեջ եկավ հասավ Թադաստանդ սա ողբը բանաստեղծության պես եղավ այդպես էր սիրելներ եւ թակավորները որ իրենք միշտ իրենց դիմաց է որ մարդիկ արդասանություններ գսեին բայց հիմա իրենք գողբան եւ ոչ ոք գերեվագայր սիրելներ որ ղեկավարը գերեվագայ է որ ները գրնա գործանիլ ինչպես խոսքի սկիզբի ով գրնար երևակայել որ սովետ միությունը գրնար փուլ կար ով գրնար երևակայել մեկ եթե բզիկ ցայ մահաներ իրեն Սիբիր գաքսորեին ով գրնար երևակայել հետեւաբար թակավորներն ալ սիրելներ այս աշխարհի ղեկավարները ով պիտի երևակայե որ ները պիտի գործաներ եւ Բաբելոն այդ համագարկ այդ համակարգը քաղաքական տնտեսական պիտի գործաներ ով գրնար երևակայել եւ այնալ որքան ժամանակվա մեջ ոչ թե գամած էկոնոմին պիտի ինա այլ մեկ ժամվա մեջ բացատրած եմ ցեզ ինչ կնշանակի մեկ ժամվա մեջ շատ գարտ ժամանակ բայց իրականության մեջ մեկ ժամ այստեղ կնշանակե անագնկալորեն հանգարց ագնտարտի մեջ աչքդ բաց կոցե պիտի գործանի վարգյանվա մեջ եւ սիրելիներ նայեցեք այստեղ ինչ կգոչեն Բաբելոնը կգոչեն մեծ քաղաք ինչու մեծ քաղաք որովհետեւ
եւ անցյալի Բաբելոնը եւ մեծ քաղաքները Հռոմը, Դյուրոսը մեծ քաղաքներ էին հարստությամբ լեցուն եւ նաեւ գոչեն ինչ հզոր քաղաք, այսինքն ամբարդելի Մինչ այդ ինչ եղավ, մեկ ժամվա մեջ գործանեցավ։ Մենք երբ որ սիրելներ գսերդեինք 8-րդ համարը, այնտեղ հզոր փարը կործածվեցավ որու համար, Աստուծո համար։ Միակ հզորը ով է, Աստված է, ամենահզորն է ինքը։ Մարդը հզոր չէ, քաղաքները հզոր չեն գրնալալ, որքան ասենք հզոր քաղաք է։ Հիշեցեք 5 դագարանի Երիկովի բարիսները առանց ռումպի, ինգան փլան, ինչպես, աղոտքի զորությամբ, Աստուծո հրամանով, փլան, հետևաբար չգա հզոր, ոչ շինություն, ոչ քաղաք, ոչ ալ մարդ, գա ամենահզոր Աստված, և մենք սիրելներ ամեն անգամ գերկենք, Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմահ, Ահա սիրելիներ, Աստված է միակ հզորը, Աստված է միակ մեծը, իսկ Բաբելոն եթե մեծը լայր, Բաբելոն եթե հզորը լայր, մեկ ժամվա մեջ գրնայիր պուլկալ, գրնայիր ինալ, ոչ, հզորը այն է, որ չի դաբալիր, մեծը այն է, որ երբեք չինար, և անիկա միայն ով է, միայն Աստված է սիրելներ, Եվ դեսեք այստեղ Բաբելոնի տադաստանը, այսին գործանումը գգադարվի, աշխարի թակավորները ոչ մեկ չանք, ուրեմն երբ որ Բաբելոնը գգործանի, դեսեք մեկատ, աշխարի թակավորները չանք գնեն, որ զինք վերագանքնեն, չանք գնեն, որ փուլ չկա, Բաբելոնը այդ դնդեսական համագարկը, չանք գնեն, ընդհակարակը, ոչ միայն չանք չեն գներ, այլ դեսեք ինչ կսե, անոր դանչանքին վախեն, հերու պիտի գանքնին, ինչպես որ եվ որ նավագը ընգղմելու սկսի, ամեն ձագերեն արնետները դուրս կելեն, որ պաղչին, որպես իրենք զիրենք ազատեն։ Այդպես ար սիրելիներ, Բաբելոնի կապված էին այս ղեկավարները, այդ սիստեմին կապված էին, այդ համագարկին կապված էին, բայց եվ որ գնեսեն, որ այդ համագարկը փուլ եկավ, ամիջապես ինչ կլան, հերու կպաղչին, ինչ բանեն, Անոր դանչանքին վախեն, որբեսի չլա, որ հանգարց իրենք ալին չլան, դանչվին և նույն ճագադակրին ենթարգվին, առանց գիտնալու, որ երբ որ արդեն թուն մինչև այդ մասնագից եղած ես անոր մեղքերուն, նաև մասնագից միդելաս անոր ինչին, բադիժին, դանչանքին, հադուցման, Այո, սիրելի եղբայրներ և քույրեր, չգարձեք, որ մենք ալ քրիստոնյաներս, եթե մասնագիծը լանք աշխարհի մեղքին, աշխարհին բադիժինալ մասնագից պիտի չլանք։ Ասիկա խոսեցա արդեն, եւ որ մենք սերդեցինք 4 եւ 5 համարները։ Ադորամար դերը գսեր դուրս ելեք, որբեսի մասնագից չլակ անոնց մեղքին եւ մասնագից չլակ անոնց բադիժին։ Դուրս ելեք։ Աստված Ղովդին դուրս անեց, որբեսի մասնագից չլար անոնց բադիժին։ Աստված հրյա ժողովրդին Եգիպտոսեն դուրս անեց, որբեսի մասնագից չլային անոնց բադիժին։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, եթե դուք ձեր սիրտը չանչադեք այս աշխարհի մեղքերեն, եթե դուք նույն մեղքերը կործեք եւ ասեք, որ ամեն աշխարհը մեղք կործե, միան ես ինձնա էցակ, այդ ժամանակ դուք ալ մասնագից պիտելակ աշխարհին քլխուն թափվելիք բադիժին։ Այս կան գարչ կդրուկ։ Այն օրը մեկ ինձ գսե, որ հայր Բարթև ես հավատացյալ եմ, բայց ինչն եմ մեղավոր եմ։ Այո, ամենքս մեղավոր ենք, բայց եվ որ հավատացյալ ես եւ չեմ ուզեր մանրամասներ ինչի համար գխոսեր, որովհետեւ հավատացյալ ես ասի, թուն կիդակ ծապար, այս, ահա որ մեղքերը կկործես։ Գիտես այս մեղքերը որ կկործես։ Քլուխվար Սաբայո, քանի տարի այս մեղքերը կկործես։ 6 տարի է։ Ինչը հավատացյալ ես։ Ինչը հավատացյալ ես։ Ինչ բանի դակտենեմ հավատացյալ անունը։ Մենք ալ սիրելիներ, ինչ բանի հավատացյալ ենք, եթե աշխարհը գնթորինագենք։ Անոր համար Պողոս Սարաքյալ գսե Հռոմեացիներուն նամակի 12-րդ գլխու մեջ 2-րդ համար։ Այս աշխարհի վարքը մի ընդօրինագեք։
Հիսուս մեզի չսավ սիրելներ, եթե ուրիշներեն ավելի լավ ըլակ, ես ուրախ եմ։ Ոչ։ Հիսուսը սավ հորս նման եղեք։ Սուրբ եղեք, ինչպես որ ես սուրբ եմ։ Աստված կուզե, որ մենք սուրբ ըլանք։ Եվ ոչ թե սիրելիներ ասենք, որ ամեն մարդ այս մեղքը կգործե։ Մենք ամեն մարդ չենք։ Տեր ուրիշներ գսեն, որ մենք ուրիշներեն լավ ենք, տեր ուրիշներեն լավ ենք։ Դեսնես ուրիշները ինչեր գնեն։ Մենք ուրիշները չենք։ Մենք համեմատելու չենք մեր անձեր ուրիշներուն հետ։ Մենք սիրելներ Աստուծո զավակներ ենք, սուրբ մգրտությունը ստացած ենք, լուսավորված ենք, Քրիստոսի զավակներ ենք, մենք լույսի որդիներ ըլալու գոչված ենք։ Եվ եթե գուզես ապրիլ խավարի կյանքով, ազատ ես, ազատ է ամեն մարդ, բայց թող իմանա ամեն մարդ, որ մեղքի կյանքով ապրողը բադիժնալ հավասարապես պիտի բաժնե մեղավորներուն հետ։ Եվ սիրելներ, Աստուծո Թադաստանը մեկ անգամեն պիտի կա, անագնգալորեն պիտի կա, անպայմանորեն պիտի կա, եւ պիտի այրե, տեսեք այստեղ հրգիզման համար վախցան, որտեղ այրեցա Բաբելոնը պիտի այրի եւ ադոր համար իրենք գվախնան։ Եվ այստեղ թագավորները գսեն վայ, վայ։ Վայ գսեն Բաբելոնի համար, բայց իրականության մեջ իրենց մտքի մեջ Բաբելոնը չէ իրենց հարցը, այլ ինչն է։ Իրենց անձնական շահը։ Վայ Բաբելոն, վայ ինչու ինգար, այսքան շահ ունեինք, այսքան հաջույքներ ունեինք, այսքան ցանկություններ ունեինք, ինչու ինգար Բաբելոն։ Հիմա մենք ինչ պիտենք, ինչ պիտի լա մեր վիճակը։ Հասկացաք ինչ է, մեր վիճակը ինչ պիտի լա։ Թուն ինգար, ջահեննամ ինգար, ուրիշ մեկը թողել է։ Բայց մեր վիճակը ինչ պիտի լա։ Մեր վիճակը ինչ պիտի լա։ Այս էր դժբախտաբար, եւ մարդիկն այդպես են։ Մարդիկն այդպես են սիրելներ։ Ասիկա կնած, աման թող երթա, մեր վիճակն է կարևոր, մենք ինչ պիտի լանք։ Եվ սիրելիներ, Բաբելոնի գործանումով աշխարհի թագավորները առաջին անգամ լալով իրենք գիտեք ինչ կսկան, անօգնական, իրենք որ հբարտացած էին, իրենք որ ուժ զորություն ունեին, ամեն մեկ մատով գրնային հրահանգ տալ եւ ամեն ինչ անել։ Հիմա Բաբելոնը որ գործանեցավ, իրենք դարձան ինչ անօգնական։ Ինչպես որ երևակայեցեք, որ ապագանյալ համագարկիմը մեջ աշխատողները իրենք ալ ինչ կլան գաբագանին եւ երբ որ այդ համագարկը pedagogan համագարկը գինա եւ հանգարց ուրիշ մեկ ուկա կսկսին իրենց գուրծ կծեծել որ հիմա մեր վիճակը ինչ պիտի լա հիմա նույն ցևով սիրելներ Բաբելոնը երբ որ գործանի ինչ պիտի լա եւ ասիկա մեզի համար քաչալերանք է եղբայրներ եւ քույրեր իսկապես որ քաչալերանք է ինչու Որտեղ որքանալ աշխարհի ղեկավարները հզոր եւ անբարդելի երևին, որքանալ մեծ ու անխորդագելի երևին, այս աշխարհի իշխողներուն հզորությունը սուդ է, փուջ է, թադարգ է եւ ժամանակավոր է։ Իսկական զորությունը, որոնց է գիտեք, մերն է, Քրիստոսի հավատացողներուն, որտեղ Քրիստոսի հավատացողներն են, որ հավիտյան իրենք պիտի մնան։ Եվ ցավալին այն է իմ հոգևոր հայրս շատ գեղեցկորեն հետևյալը գսե թիդելի երևույթ է որ թե թագավորները թե վաճառականները եւ թե նավավարները մեկ կողմե գողփան իրենց շահու աղբյուրին անգումը Բաբելոնի անգումը սակայն մյուս կողմե Աստուծո թարնալու ջիկ չեն ներ բնավ ապաշխարության ովևէ արդայություն չեք գտներ ամբողջ ողբերուն մեջ Այնքան սիրելներ անհավատությունը թափանցած է իրենց սիրտերուն մեջ, որ Աստուծո քոյության գիտությունն իսկ բավարար չէ զիրենք զղջումի դարձնելու։ Եվ տեսեք սիրելներ, այս մարդիկը իրենց սիրտը թույնով գարձրացած է։ Այս մարդոց համար ավելի կարևոր է իրենց նյութականը շահը ապահովելը, քան թե իրենց հոգիի փրկությունը։ Եվ ադոր համար ահա իրենց
Իրենք չեն մտածել, որ ինչ պիտի լա մեր հոգին վիճակը։ Իրականության մեջ իրենք պետք է ողբային ոչ թե Բաբելոնին վրա, այլ պետք է ողբային, որ վայ մեզի, վայ մեզի, վայ մեզի, որ մենք հիմարապար վստահեցանք Բաբելոնին, բայց մեր հոգին աղքատ ցկեցինք, վայ մեզի, դեր, ներե մեզի, գուրծ ձեզելով, Քրիստոսի քալուսն է այդ վարգաներուն։ Նախքան Քրիստոսի քալուսը քարքոն է ասեին, որ մեղա դեր, ներե մեզի, բայց մարդիկ կան սիրելներ, որ իրենց համար նյութական շահը ավելի կարևոր է, քան իրենց հոգին։ Ցավի սիրտ, ասիկա իրականություն է։ Միան այսա լսեմ եւ անցնեմ հաջորդ համարին, երբ որ սերդենք վաճառականներուն վայերը, եկող շաբաթ, եւ նաեւ սիրելիներ նավաստիներուն վայերը, բոլորի բարակային քանի նմանություններ կան, առաջին երկու անգամ ամենքն ալ վայ գսեն, որ ադիգա իրենց սրդին ցամն է, բոլորն ալ հերու գանքնին եւ հերուեն գտիդեն Բաբելոնը, եւ երրորդ բոլորն ալ գահայդարարեն, որ մեկ ժամվան մեջ Բաբելոնը գործանեցավ։ Այս բոլորը ցույց կտան, որ համագարկը եւ որ ինա դարբեր շահույթ ունեցող մարդոց խմբակները բոլորն ալ պիտի գործանին մեկ անգամ են։ Այսինքն այնպես պիտի չլա, որ մեկուն կորձը պիտի դգարանա, իսկ մյուսին կորձը պիտի լավանա, ոչ, երբ որ Բաբելոնը ինա, երբ որ աշխարհի տնտեսությունը, քաղաքականությունը քանդվի, աշխարհի բոլոր այն խմբակները, այն մարդիկը, որոնք կապված են այս Բաբելոնին, ներին, պիտի գործանին եւ վայ գարտան։ Անցնիմ 11-րդ համարի սերդողությանը։ Աշխարհի վաճառականներն ալ պիտի ողբան ու սքան քուվրատ, որովհետև ալ ոչ ոք պիտի քնե անոնց ապրանքը։ Լավ լսեցիք։ Ինչու համար պիտի ողբան, ինչու համար պիտի լան սքան Բաբելոնի վրա, ինչու համար պիտի սքան։ Վերջին դողը գարտացեք, որովհետև ալ ոչ ոք պիտի քնե անոնց ապրանքը։ Դեսակ որ իրենց սուկը, ողբը ոչ թե Բաբելոնի համար է իրականության մեջ, այլ իրենց կրբանին, իրենց շահին համար, որովհետև վաճառականները ովքեր էին սիրելներ, վաճառականները այն մեծ, ուրեմն մեծականակ վաճառականներն էին, որոնք Հռոմի, այդ ժամանակ Հռոմն էր, Հովհաննես Սարակյալի գրած ժամանակ, Հռոմի թագավորներուն, գայսներուն եւ իշխաններուն եւ ազնվական դողմին սիրելներ հսկա բրանքներ կբերեին, թանկագին բրանքներ, ինչ բրանքներ հաջորդ երկու համարներու մեջ պիտի սերդենք։ Երևակայեցեք այդքան մանրամասնությամբ կրված է։ Եվ իրենք, որ այդ վաճառականները կբերեին սիրելիներ, մեծականակ, այդ իշխանները, այդ գայսերը բոլորը գարնեին ամբողջությամբ եւ իրենց շահը ինչ կլար։ Մեծ իրենք թագավորներուն պատճառով էր, որ այս վաճառականները ինչ եղած էին, հարստացած էին, Բաբելոնի այս սիստեմին, այս համագարկին պատճառով է, որ մեծ շահ ունեին եւ հետեւաբար իրենց բերած ամեն ապրանքները կվաճառվեին։ Հիմա որ Բաբելոնը ինգավ, թագավորները ինգան, քոր չի մնաց։ Ով իրենց մի ապրանք պիտի առներ, այս էր իրենց մտահոգությունը, որովհետև ալ ոչ ոք պիտի քնե անոնց ապրանքը։ Անոր համար իրենք վաճառականները գողբային, գսկային, այսինքն արցունքը տապեին, ոչ թե միայն իրենց սրտի մեջ, այլ բարձրացային, գուլային, որ ինչ եղավ մեր վիճակը, զերոյի չանք։ Գիտեք չէ, Ամերիկայի համար գսվի, որ Ամերիկան գրնա քեզի մեկ օրեն հարստացնել, մեկ օրեն աղքատացնել։ Ճիշտ է, չէ։ Մարդիկ կան, որ ասան եղած են, իսկապես։ Երևակայեցեք, որ սիրելիներ, եթե այսօրվան համագարկ այդպես է, հավա այդ ժամանակ ինչ պիտի լա։ Երևակայեցեք միայն։ Եվ տեսեք, քանի որ ներին երկրպագողները այս աշխարհի մարդիկը պիտի լան, ուստի իրենց ողբնալ աշխարհի տնտեսության գործաման համար պիտի լա։ Այսինքն սիրելիներ, ինչպես ասի, իրենք պետք է իրականության մեջ ողբային ոչ թե տնտեսության քայքայման համար, այլ պետք է ողբային իրենց հոգիի գորուստին համար, բայց այդպիսիներուն համար հոգին արժեք չունի որքան նյութականը, հոգին արժեք չունի որքան նյութականը։ Այս է ցավալին սիրելիներ, որ մարդիկ այսօր, մինչև այսօր մարդիկ կան, իրենց համար նյութն է կարևորը, իրենց համար նյութն է կարևորը։
Ինչ հոգի, ինչ եկեղեցի, ինչ հավատ, թադարք բաներ են իրենց համար։ Ահա վաճառականներն արսիրելներ, հաճող արևդուր պետք է ունենային այդ օրերուն, թագավորներուն, որբեսի հասնեին իրենց ունեցվածքը, հավաքածը, եւ ահա իրենց ունեցվածքն ալ զերոյի գերտար։ Տեսանք, որ թագավորները ողբացին ինչի համար, որ իրենց հաջույքներեն պիտի զրկվեին, վաճառականները սիրելներ գողբան, որտեղ իրենց մե այլևս ոչ մեկ ապրանք քնող պիտի չլա։ Եվ երբ որ հասնենք նավաստիներուն, անոնքալ պիտի ողբան սիրելիներ, որտեղ Բաբելոնի երեսեն է որ հարստացած էին եւ հիմա հավասիկ այդ հարստությունը իրենց ցերկեն գերտար։ Եկեք սերդենք 12 եւ 13 համարները։ Ուրեմն ինչու համար այս վաճառականները ողբացին, որտեղ ալ ոչ ոք պիտի կնե անոնց ապրանքը։ Ինչ ապրանք կվաճառեին այս վաճառականները։ Տեսեք։ Ոսկին, արձատը, թանկագին քարերն ու մարգարիտները, փեհեզն ու ձիրանին, ոսկեթել գերբասը եւ գամ որտան գարմիրը, ամեն տեսակի խնգապույր փայդեր եւ փողոսկրիա անոթ, ազնիվ փայդե ամաններ, ինչպես նաեւ բղնցիա ու երգաթիա եւ մարմարիա անոթներ։ Ասկեյետ ոչ ոք պիտի կնե գինամոն, համեմ, խունգ, անուշահոտ, գնտրուկ, քինի եւ ցետ, նաշի, ծորեն, արչար ու ոչխար, ցի եւ ցիագարկ, քերիներ եւ նույնիսկ մարտիկ։ Սիրելներ, այստեղ գտվարգվին այն ապրանքները, որոնցով Բաբելոնը արևդուր պիտի ենե իր չարության օրերուն։ Այստեղ գիշվին զարտեղեններ, ուդելիքներ, ամեն ինչ։ Եվ հետաքրքրական է սիրելներ, տեսեք այս ցուցակը մասնավոր ուզեցի առանցին համարներով չբացատրել, այլ ուզեցի ամենը միասին տնել։ Տեսեք սիրելներ, այս ապրանքներու ցանկը գսկսի ինչով, ոսկիով, եւ գավարդի ինչով, մարտով, ամենեն սուղով գսկսի եւ գավարդի ամենեն էժանով։ Մարտը այս աշխարհի մեջ ամենեն աժան ապրանքն է։ Հռոմեացիներուն կով այդպես էր։ Մարտը ամենեն աժան ապրանքն էր, որտեղ սիրելիներ Հռոմի գայստրերը, Հռոմի իշխանները, ամանները, մարմարները ավելի թանկ առնեին, քան թե գերիները, ստրուկները։ Անորամար է, որ հութան Հիսուսը ձախեց, քանի 30 արձատի։ 30 արձատը ինչի քիներ։ Ստրուկի քիներ։ Ստրուկի քիներ։ Հութան Հիսուսը ձախեց, ստրուկի քինով։ Ամենին էժան քինով։ Ադորամար գսեմ մարտը ամենին աժաններ։ Գրնակ երևակայել, որ այս ժամանակ, որ Հովանես Արաքյալ կրեց, հռոմեական գայսրության մեջ 60 միլիոն ստրուկ կաբրեր, քերի, 60 միլիոն։ Եվ սիրելներ մարդոց հետ ահավոր բաներ կգադարեին, ահավոր։ Խոսիմ, քանի որ մարդու մասին խոսեցա, ասեմ սիրելներ, որ մարդիկը քերի գծախվեին, գամ իրենց ծնողներու կողմե, գամ երբ որ ընտանիքի հայրը եւ չեր գրնար դամ բարդ կվճարել, գամ ուրեմն հարգերը վճարեին, հետվապար ինքզին կծախեր որպես ստրուկ, գամ սիրելիներ, երբ որ բادرազմ գլար, բادرազմի քերի գդարվեին, գամ երբ որ երեխաներ գծնվեին եւ ծնողներու կողմե գլկվեին, ստրուկ կլային, եւ այս ստրուկները կկործածվեին արդնին ծառայության համար, զանազան կորձեր կգա, ամեն կորձեր իրեն կգադարեին։ Ոչ միայն դունի մաքրությունը, այլ դունին դնդեսությունը, հաշվաբավությունը, հիշեցեք Հովսեփը եղբայրներուն կողմի որ ծախվեցավ, ամբողջ փարավոնի դան, ուրեմն օկնականին հաշիվները ամեն ինչ կներ։ Նույնիսկ սիրելներ բորոնգության համար կկործածվեին դժբախտաբար, եւ նաեւ կկործածվեին գլադիատորի սուսերամարտի խաղերու համար,
որբեսի հաջուկ բաժարեին հանդիսականներուն։ Եվ չգարձեք, որ ասիգա անցյալի բանը եւ ասենք, որ ինչ թաժան էին անցյալի մարդիկը։ Այսօր առավել եւս մարդու վաճառականություն կա աշխարհի մեջ։ Այսօր սիրելիներ պաշտոնական վաճառականություն կա, պաշտոնական ըստորգություն կա, օրինակ մեծ ընկերություններ, աղքատ երկիրներ են, գբերեն հարուստ երկիրներու մեջ ծառաներ, ծառայություն անելու համար ոչինչ գումարով անոնց ցերկեն անցակիրներ կվերցնեն, պասպորտներ կվերցնեն եւ ամեն տեսակ abuse-նելով, ամեն տեսակ զանոնք սիրելիներ չարչարելով, ամեն տեսակ բղծություններու առարգա կդարձնեն եւ ոյ մեկ խոսի ցայն հանելու իրավունք չունին։ Ցավի սիրտ։ Բացի ասոնց մեծ սիրելիներ տերասոնք ջանցվածներն են։ Գիտեք որքան սիրելիներ քախնի մաֆիական գրուպներ կան, խումբեր կան աշխարհի մեջ, որոնք երեխաներ կքողնան։ Երբեմն բեդությանց ղեկավարներու հետ համացայնապար, բեդությանց ղեկավարներու ընտանիքի անդամներ trafficking-ով կսպաղին, այսինքն մարդ գարնեն, երեխաներ գարնեն, գծախեն, նույնիսկ որ հիվանդանոցներու մեջ, մայրանոցներու մեջ են երեխաներ գարնեն, գծախեն։ Նույնիսկ երդասարդ աղջիկներ, կամ բադանի աղջիկներ գարնվին եւ գծախվին, բորոնգության համար, կամ զանազան հարցերու համար, որքան սիրելներ, չգարձեք, որ այսօր չգան այս բաները, այս բոլորը այսօր ալ կան դժբախտաբար, ցավի սիրտ, եւ ամեն ուրեք, մեր հայրենիքենը սկսյալ մինչև ամեն ուրեք, ցավի սիրտ։ Իսկ այս ցանկը երբ որ նայիկ, շատ հետաքրքրական է սիրելիներ, այս ցանկը երբ որ նայեցա, ամեն տեսակ ապրանքներ գիշվին, չէ՞։ Գիտեք ինքս ինչի դիմաց դրի այսօրվան հասկացողությամբ։ Հսկա մոլի դիմաց, հսկա մոլ, մեգա մոլ։ Եվ ամեն մեկ ուրեմն ապրանքները սիրելիներ մեկ բաժամունք է, այսինքն մեկ դիպարտմենտ է։ Եկեք նայենք, նայեցեք։ Նախ կսկսի ոսկեղեններու բաժամունքով։ Եվ այս ոսկեղեններու բաժամունքի մեջ ինչեր կան, նայեցեք։ Ոսկի, արձատ, տանգակին քարեր եւ մարգարիտներ։ Գիտեք անցյալին իմիջայլոցս են, որ տանգակին քարերը ինչու համար գոկտակորձեին։ Մարդիկ գավադային, որ տանգակին քարերը բժշկություն կբերեին մարմնի։ Այսօր ալ մարդիկ գավադան, որ բժշկություններ կբերեն, ադորամար իրենց դուներուն վրա կամ իրենց վրա քարեր կգախեն հադուկ բժշկության համար, կամ գավադան, որ սիրելներ այդ քարերը իրենց ինչ կբերեն, փախտ կբերեն, հաջողություն կբերեն եւ այլն։ Ուրեմն առաջինը ոսկի բաժամունքն էր։ Երևակայեցեք, որ հիմա մոլ մտածենք։ Երկրորդ բաժամունքը անմիջապես ինչ է, գանանց հագուստի բաժինն է։ Ինչ նայեցեք։ Ոսկետել գերբաս եւ որտան գարմիր։ Որտան գարմիրը, գարմիր քույներ սիրելները, որտան գարմիրը, գիտեք, Հայաստանի մեջ շատ հրճագավոր էր, բզդիկ միջադեր, որ գարմիր քույնը սարքեին։ Աբա գուկա սիրելներ թանկակի նվերներու բաժամունքը։ Դեսեք ինչ, ամեն տեսակի խնգապույր փայդեր եւ պղոսկրիա անոտ, պղոսկրի ինչ է։ Ցիուն գնջիտները եւ այլն, այո, պղոսկրը, փիրիներո ինչսի։ Սի մերաստուծո։ Փիրին, այո։ Ազնիվ փայդե ամաններ, տեսեք, որ դիպարտմենտն ենք հիմա, որ բաժամունքն ենք, նվերներու։ Michael Aram, Mackenzie Child, այդ դիպարտմենտ հասել ենք հիմա, այս բոլոր լիլիային սորվեր եմ, ինչպես նաև բղնցյա և երգատյա և մարմարյա անոթներ, դեսնեք, որ բաժին ենք, ուղագի մոլի մեջ ենք, ապա գուկա սիրեններ համեմներու բաժինը, նայեցեք համեմներու բաժինը, գինամոն, քինդեք ինչ է, սինեմոն, համեմ, խունգ, տեսակ, հետո եկեք անցնենք սիրելներ անուշահոդերու բաժամունքը, տեսեք, ինչ կա, անուշահոդ, գնտրուկ, տեսակ, ճիշտ այսօրվան շուգան է, հա, պամը փոխված է, ոչ, շարունակենք, հետո գուկա սիրելներ դղամարտոտ սիրած բաժինը, խմիչքի բաժինը, և գանանց անուշեղենի բաժինը, նայեցեք, քինի, ցետ, նաշի, ծորեն, տեսնեք այս ամենը խմիչքի բաժինը, նաշիը սիրելներ ալույրի դեսակ է, այո,
Եվ անշուշտ ասիգա սիրելներ անցյալին, նայեցեք, քինի եւ ցետ նաշի, այսինքն սորեն, այս բոլորը մանավանդ քինի ցետը աղքատները չէին գնար կործածել, հա, որոնց բաժիններ ասիգա, հարուստերու բաժիններ, իմացեք, ապա գասնինք սիրելներ մսեղեներու բաժինին, դեսեք, արչար, ոչխար, գովերու խումբ, գենտաններու բաժինը, դեսակ մսեղեներու բաժինը, դիպարտմենտը, հետո գանցնինք սպաղմուկներու բաժինը, ինչ, ծի և ծիագարկ, որովդև ասից սիրելներ գլադիատորի խաղեր կգադարվեին, չէ, ամպիթիատրներու մեջը և հետևապար ծիեր ծիագարկեր կորձածվեին և վերջը ամենեն ստոր բաժինը մարդկության բաղմության, ինչ, կերիներ և մարդիկ, պնակրին մեջ, հունարեն պնակրին մեջը, գիտեք իրագանության մեջ չէ կրված կերիներ և մարդիկ, այլ կրված է նայցեք ինչ, մարմիններ ու մարդոց հոգիներ, մարմիններ գծախվեին և մարդոց հոգիներ, որ գնշանագե ստրուկներ, կերիներ, այսօր ալ սիրելներ թշպախտապար մարմիններ գծախվին, այսինքն մարդը որպես մարմին գծախվի, թշպախտապար այսօր սիրելներ, որ մենք գաբրին 21-րդ տարու մեջ լուսավոր զարկացած տարի մեջ, որքան բղձություններ գլան, որքան երեխաներ գփախծվին սիրելներ և անոնց օրգանները գահանվին և հարուստ մարդոց կամ ղեկավար մարդոց համար գվաճառվին, որքան, գիտեիք այդ բոլորը, որքան մանուկներ սիրելներ վիժում կգադարվին և անոնց մարմինի անդամները թշպախտապար կկործածվին բադվաստներու մեջ, գիտեք ինչ է բադվաստ, ինչ, սելերը, այո, գիտեք բայց բադվաստը ինչ է, վեքսիներու մեջ, այո, և գիտեք որ սիրելներ այս Epstein ֆայլը որ պատսվեցավ, Epstein-ի ֆայլը որ պատսվեցավ Epstein-ի գղզին, գիշեք, գիտեք հոնդեղը որքան երեխաներ, մանուկներ, որպես ջաշ գերած են, աշխարհի ղեկավարները, և այս բոլորը սիրելիներ, այս բոլորը որքան ալ զզվելի են, այս բոլորը որքան ալ ցավալի են, բայց այսօր գաբրինք 21-րդ տարու մեջ և այս բոլորը կգադարվին, և դեսեք, 2000 տարիներ առաջ կրված են այս խոսքերը, 2000 տարիներ առաջ, 2000 տարի է մարդկությունը նույնն է, եթե Քրիստոս եկած չլար աշխարհ, երևակայեցեք որ սիրելներ մարդկությունը որքան ավելի քազան բիդելար, որ քազանները իրենց մե պիտի փախչեին, և այսօր կան այդպիսի մարդիկ, քազանները կսարսափին մարդեն, դեսեք որքան էժանակին ծևով մարդիկը կվաճառվեին, եղբայրներ և քույրեր, ցավալի բաներ են ասոնք, որքան ալ վախցնելիք են, որքան ալ ցավալի են, բայց ասոնց վերջը գա, դեր այդ բոլորին վերջը պիտի բերե, թադաստանով, այս է մեր զորությունը, այս է մեր քաջալերանքը, այս է ճշմարտությունը, և չեմ ուզեր ավելի խորանալ, նաև ասեմ սիրելներ, որ այս տողերը և որ գկրվեին, շատ քրիստոնյաներ, ամպիթադրոններու մեջ, մանավանդ Կոլոսեյումի մեջ Իտալիայի, անոնք որ Իտալիա եկած են edus, իրենց ցույց տված եմ, թե ինչպես սիրելիներ, քրիստոնյաներ, արույցներու թիմաց, քայլերու թիմաց, քազաներու թիմաց կնետվեին, գոշոտվեին, և մարդիկ հանդիսադեսներ, ուրախության ջիջերով, գուրախանային, որ մարդիկը գպզգդվեին, երևակայեցեք, եղբայրներ և քույրեր վերջին համարը եկեք սերդենք և ավարտենք, դեսեք ինչ կսե, այո, ինչ որ ցանկացիր տուն քեզի համար, հեռացավ քեզմե, քու վայելչությունդ և փայլքդ չկացան, այլևս պիտի չգտնես գրգին։ Վաճառականները լացին և ողբացին իրենց հարստության գործաման համար, երբ Բաբելոնի սիրելներ դնդեսությունը փուլ եկավ, այլևս վաճառականներուն հույսերը, երազները փուլ եկան, անոնք գաբրեին իրենց հարստության համար, երբ որ հարստությունը վերացավ,
իրենց կյանքն հավասիկ ոչինչի վերածվեցավ։ Մարդիկ կան սիրելիներ, երբ որ հոգևոր հարստություն չունին, այլ միայն նյութական հարստություն ունին։ Հավատացեք, որ նյութական հարստություն ունեցողները, միայն նյութական հարստություն ունեցողներ աշխարհի ամենեն խղճալի մարդիկն են։ Այդ հարստությունը իրենց ցերքեն երթա, ոչ մեկ հոգևոր հարստություն չունին, ոչ մեկ։ Համաձայն եք։ Այդպես եղանաս թագավորները, այդպես միդելան սիրելիներ աշխարհի վաճառականները, որովհետև երբ որ իրենց հարստության աղբյուր եղող Բաբելոնը գործանի, իրենք պիտի դառնան ամենեն խղճալիները այս կյանքի մեջ։ Եվ տեսեք ինչ կսե, այո, ինչ որ ցանկացիր տուն քեզի համար, հերացավ քեզմե։ Ինչ որ ցանկացիր տուն, ինչ կսեր Բաբելոնը, ես աշխարհի ինչն եմ, թակուհին, ես այրի պիտի չլամ։ Այլ ինչ որ ցանկացիր, քեզմե հերացավ։ Այսինքն տուն որ թակուհի կգարձեր ինքզինքդ, հիմա ինչ ես։ Ոչինչ ես։ Ոչինչ ես։ Սիրելի հարազատներ, աշխարհի մեջ ոյը մեկը հբարդություն չնե, որովհետև գրնա վարգյանվա մեջ ոչինչի վերածվել։ Եվ տեսեք, այս աշխարհի հետ բարեկամություն ունողը սիրելներ, Հակոբոս դիարնեղբայրը գսեր 4-րդ գլխու մեջ, Աստուծո թշնամի կդառնա եւ իսկապես որ անոր գործանումով ինքն ալ կգործանի։ Մեկ հատ այսօր երբ որ դուն երթակ քննեցեք դուք ցեզ, ամեն մեկս քննենք մենք մեզ։ Սիրելիներ, նայեցեք նյութին մեջ, ինչ որ այն նյութերը որ հիշվեցան, գարտացինք, նյութին մեջ Սուրբ Օգոստինոսը գսե որ բարի փամը չկա, ոչ այլ չար փամը կա։ Ճիշտ է։ Կարևորը որ դու այդ նյութը ինչ հնությամբ կկործածես։ Համաձայն եք։ Նյութի մեջ բարի կամ չար չկա, այդ դու ինչ ծևով կկործածես։ Կրնաս օրինակ հարստությունը քո անձնական փառքիդ հբարդության համար կործածել ինքնին չար գտարնա կամ գրնաս հարստությունը թոն կործածել փարիով ուրիշներուն բարեկորություն նելով եւ հետեւաբար այդ նյութը գտարնա ինչ փարիկը քեզի համար հիմա սիրելիներ այս նյութը այս աբրանքները որոնք հիշեցինք այս աբրանքներու մեծ մասը մեր դուներու մեջ կան եւ դժբախտաբար սիրելիներ այս Աբրանքներու մեծ մասը, որոնք կգտնվի մեր դուներու մեջ, մեծ մասը չեն կործածած ու չեն կործածել։ Բայց կան։ Եթե այդ դուներու մեջ սիրելիներ այդ բոլորը գնենք ուրիշներու ցուցադրության համար, կամ ուրիշներու ջնշելու համար, ուրիշներուն ցույց տալու համար, որ մենք ինչ ենք, ավասիկ վերածված կլանք այս վաճառականներուն։ Որ օրը երբ որ ամեն ինչ կործանի, մենք ալ կգործանենք։ Իսկ եթե սիրելիներ նյութը կկործածես բարիքի համար, նյութը կկործածես նաև քու գարիկներուդ բավարարման համար եւ գավելցնես բարեկորձության համար, այդ ժամանակ Աստուծո աչքին շնորհ կստանաս։ Այս է կարևորը։ Ավարտելով, դեսեք նորեն կգարտամ այս վերջին համարը, այո, ինչ որ ցանկացիր տուն քեզի համար, հերացավ քեզմե, քու վայելչությունդ եւ փայլքդ չկացան, այլևս պիտի չգտնես գրգին։ Քու վայելչությունդ եւ փառքդ չկացավ։ Եղբայրներ եւ քույրեր ամենուն վայելչությունը եւ փառքը պիտի չկանա այս աշխարհի ինչ որ հոգեգան ունիս այն է որ պիտի հարուստ լաս հավատացեք երբեմն հարուստ մարդիկ կլան որ ցես չեն հրավիրել ցեզի մոդիկ են բայց ցես չեն հրավիրել օրինակ իրենց բսակ է կամ խրախճանք է կամ ոյ է մեկ բան չեն հրավիրել ցեզի բայց երբ որ նեղության մեջ ըլան ու իրենց ցանկը բանան դեսնեն որուն գրնանք թիմել այս մեր նեղության մեջ առաջին անունը գիշեն ցեզ գիտեք ինչու որովհետև դուք հոգևոր հարստություն ունիք որ իրենց միս հարուստ բարեկամներ չունին ադոր համար քիչ առաջացի որ եթե հարուստները միայն հարստությամբ հարուստ են, ուրեմն ամենեն խղճալիներն են։ Իսկ եթե դուք ոչինչ անգամ չունենաք, բայց եթե հոգևորապես հարուստ եք, հավատացեք, որ ամենեն հարուստ եք։ Վայելչությունը եւ փառքը պիտի չկանան։ Այս աշխարհին հետ պիտի չկանան։ Բայց ան որ Քրիստոսով հարուստ է, անոր հարստությունը լույսի պես պիտի բացվի։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր եկեք այսօրվան սերդողութենեն սորվինք որ մեր սիրտը չգաբենք այս աշխարհին
Ինչ որ Աստված մեզի բարիք տված է, ինչ որ ջագդի կրդինքով գշահիկ, հալալ գերբով, արդար գերբով, աբրեցեք, վայելեցեք, բայց անցնասիրապար մի աբրիկ։ Բարիք ընելու մեջ առաջ եղեք։ Ինչ որ Աստված ցեզի բաժին գուտա, չմոռնաք, որ ծեր ջագդի կրդինքով չէ միայն, այլ Աստուծո դված օրհնությամբ է։ Ես չեմ խոսիր հարամ անարդար ցևով շահվածի մասին, այլ խոսիմ արդար շահվածի մասին։ Հետևաբար սիրելիներ, ինչ որ Աստված արդար ցևով շահ գուտացեզի, որ վայելեք ուրախությամբ, անպայմանորեն բաժին հանեցեք գարիքավորներուն, որբերուն, աղքատներուն։ Անպայման սիրելիներ, պաշտպան եղեք, անոնք որոնք զրկված են, եւ որ տեսնեք մեկը որ կանարկվի, մի քաշվիկ այս թակավորներուն եւ վաճառականներուն պես որոնք գործանումը տեսնելով Բաբելոնի հերացան, այլ միջամտեցեք, պաշտպանեցեք այդ զրկյալը, այդ անաբահովը, որովհետեւ սիրելիներ Աստված կուզե որ իրարու դեր գանքնենք սրբությամբ ու հավատքով եւ այդ ժամանակ ցե լույսը պիտի արևի պես շողա։ Ամեն։ Եկեք խոնարհենք եւ աղոթենք եւ մեր աղոթքի մեջ սիրելիներ խնդրենք Տիրոջմե խնդրենք Աստուծո ողորմությունը եւ համայն մարդոց համար դեր ողորմիայի ժամանակ համայն մարդոց համար թարց եւ բրգություն խնդրենք, քանի դակավին ուշ չէ։ Խոնարհենք եւ աղոթենք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Դեր Աստված մեր բրգիչը, որ հողորմած ես եւ գտած, համբերադար եւ արադակուտ, եւ գմեղկանաս մարդոց վրա բերելու բադիժը անոնց չարիքներուն։ Թուն որ մեղավորի մահը չես կամենար, այլ գուզես որ անիգա իր չար ընթացքեն դառնա եւ բրգվի։ Քու արad ողորմությամբ դեր մխիթարեմ ես քու ծարաներդ եւ ապաշխարության արիդ տուր մեզի։ Հաշտվե մեզի հետ ով մարդասեր եւ մեզ վերստին քու սուրբ եկեղեցիդ անդամ դարձուր, որբեսի հոգիով առողջացած խոստովանությամբ եւ ապաշխարությամբ մտնեն քու սուրբ եկեղեցիդ եւ ժողովրդիդ հետ միասին օրհնություն ու փառք տան քեզի հորդ, որդիդ եւ սուրբ հոգիդ, այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն։ Համայն մարդկաց թարց վրգություն, համայն մարդկաց թարց վրգություն, դեր ողորմյա, Հիսուս բարգիչ մեզ ողորմյա, սրբո
Իշիադեր եւ ողորմյա Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն Հայր մեր որ հերգիս ես սորբ եղեցի հանուն քո եկես Սաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր թող մեզ զվարդիս մեր որպես ելմեք թողունք մերոց վարդաբանած ելմիդանից մեզի փորձություն Զիքոյե արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալ կեղերուքի շնորհացն սրբոքվույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցին ցեզ ընդ ամենեսյանդ ամեն Տեր Հիսուս Քրիստոս իր արյունով ծածկեց ես բահե բահբանի ամեն փորձանքները երևելի եւ աներվի չարի արྩագումներեն Աստված ցեզ հետ ամփորձանք ծեր դուներ ասնիկ